Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. Ադրբեջանի համար պատերազմն ավարտված է, իսկ հակամարտությունը սպառված։ Նրա խոսքով այժմ խաղաղությունը պետք է ամրապնդել եւ դարձնել երկարաժամկետ։ Հաջիևն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին անցյալ տարվա դեկտեմբերին ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի խոցումից հետո։ Նա ընդունել է, որ միջադեպից անմիջապես հետո առաջացել են որոշակի թյուրըմբռնումներ եւ էմոցիաներ, սակայն Բաքվի մտահոգությունները քննարկվել են Դուշանբեում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Հաջիևի խոսքով Ադրբեջանը Մոսկվայից ակնկալում էր 4 քայլ՝ պաշտոնական ներողություն, լիարժեք հետաքննություն, մեղավորներին պատասխանատվության ենթարկում եւ փոխհատուցում։ Հենց այս հարցերը լուծվեն, մենք կփակենք թյուրըմբռնման այս էջը եւ կշարունակենք երկու երկրների միջև նորմալ բարիդրացիական հարաբերությունները, նշել է նա։ Ռուս-ուկրաինական հակամարտությանն անդրադառնալով Հաջիևն ընդգծել է. Ադրբեջանը չի ներքաշվի ռազմական գործողությունների մեջ, փոխարենը 2022 թվականից ի վեր Ուկրաինային տրամադրել է ավելի քան 40 միլիոն դոլարի օգնություն։ Նա նաև հիշեցրել է, որ չնայած Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ռուսական հարձակումներին, Բաքուն խորհրդանշական ծավալով գազ է մատակարարել Կիևին։ Հաջիևն անդրադարձել է նաև Եվրոպայի հետ էներգետիկ համագործակցությանը։ 2024 թվականին հարավային գազային միջանցքով Եվրամիությունը ներմուծել է 11.7 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ։ Մինչև 2027 թվականը նախատեսվում է այդ ծավալը հասցնել 16 միլիարդ խորանարդ մետրի, եթե ենթակառուցվածքները եւ պայմանագրերը դա թույլ տան։ Վերջին շաբաթներին ադրբեջանական բեռնատարները Վրաստանում խնդիրների են բախվում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ հրապարակումների սկզբում ձգձգումները ներկայացվել են որպես տեխնիկական խնդիրներ, սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ է դարձել, որ խնդիրը միայն բյուրոկրատական գործընթացներով չի պայմանավորված։ Նշվում է, որ փաստաթղթերի ուսումնասիրությունը ձգձգվում է շաբաթներ, իսկ պարզաբանումներ ստանալու փորձերը հանդիպում են վրացական մաքսային ծառայության աշխատակիցների խուսափողական, երբեմն կոպիտ արձագանքի։ Որոշ ադրբեջանցի վարորդներ ավելի քան 3 շաբաթ սպասում են Թբիլիսիի մաքսատանը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների սկզբնական շրջանում խնդիրը վերաբերել է առանձին բեռնատարների, սակայն այժմ այն զանգվածային բնույթ է ստացել։ Վրաստանը դեռ որևէ բացատրություն չի տվել ուշացումների վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը տեղի ունեցողը պայմանավորում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ վերջին ամիսների զարգացումներով եւ վրացական կողմում արկա մտահոգությամբ, որ երկիրը կարող է կորցնել իր մենաշնորհային դիրքը տրանզիտային ոլորտում։ Հատկանշական է, որ վերջերս Վրաստանում հայկական բեռնատարները ևս բախվել էին նմանատիպ խնդիրների։ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պաշտոնյաները Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի ամերիկյան ծրագիրը։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը եւ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Նա փոխարինել է Անդրեյ Երմակին, որը կոռուպցիոն սկանդալի պատճառով ազատվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Բանակցություններից հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է. «Նիստն արդյունավետ էր, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Սա նուրբ եւ բարդ հարց է, փոփոխականները շատ են, սակայն կա եւս մեկ կողմ, որը պետք է հավասարման մաս կազմի», ասել է Ռուբիոն հավելելով. «Ուիտկոֆը մեկնում է Մոսկվա ռուսական կողմի հետ բանակցությունների։ Ռուբիոյի խոսքով հարցը միայն պատերազմի ավարտը չէ, այլև Ուկրաինայի ապագայի ապահովումը»։ Ումերովն իր հերթին հանդիպումը որակել է արդյունավետ եւ հաջող։ «Ամերիկյան կողմը լսում է մեզ, քննարկում ենք բոլոր հարցերը, որոնք կարեւոր են մեզ համար։ Միացյալ Նահանգները մեծ աջակցություն է ցուցաբերում», նշել է նա։ Նոյեմբերի 23-ին ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները բանակցությունների եւս մեկ փուլ էին անցկացրել Ժնևում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեկտեմբերի 2-ին սպասվում է Ուիտկոֆի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս շաբաթ նաև Կիևում սպասում են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դեն Դրիսկոլին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Փարիզ Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ հանդիպման։ Կողմերի քննարկման օրակարգում են Ուկրաինայում արդար եւ տևական խաղաղության պայմանները։ Զելենսկին կայցելի նաև Ֆրանսիայի ավիատիեզերական ընկերություն, որն արտադրում է Ռաֆալ կործանիչներ։ Ավելի վաղ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին եւ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմն ավարտելու գործում ակտիվորեն ներգրավվելու համար։ Ֆլորիդայում ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների հանդիպման ավարտից հետո Զելենսկին զրուցել է
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ, տեղեկացրել նրան բանակցությունների մասին։ Կան դժվար հարցեր, որոնց ուղղությամբ դեռ պետք է աշխատել, նշել է նա։ Մինչ այդ Ուկրաինայի նախագահը զրուցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Իր հերթին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելիս նշել է. այս շաբաթը կարող է շրջադարձային լինել դիվանագիտական ջանքերի համար։ Կալասը շեշտել է, Ռուսաստանը խաղաղություն չի ցանկանում, ուստի հարկավոր է հնարավորինս ուժեղացնել Ուկրաինային։ Աֆղանստանի կողմից նախորդ շաբաթ իրականացված երկու հարձակումների հետևանքով Տաջիկստանում զոհվել է 5, վիրավորվել ևս 5 մարդ։ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի իրավապահ մարմինների ղեկավարների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Տաջիկստանի եւ Աֆղանստանի միջև պետական սահմանին տիրող իրավիճակը, պաշտպանությունն ուժեղացնելու ուղիները։ Էմոմալի Ռահմոնը խստորեն դատապարտել է Աֆղանստանի քաղաքացիների անօրինական եւ սադրիչ գործողությունները եւ հանձնարարել պաշտոնյաներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու եւ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։ Ըստ լրատվամիջոցների նոյեմբերի 30-ին սահմանի աֆղանական կողմից հարձակման հետևանքով Դարվազի շրջանում 2 չինացի ճանապարհային աշխատող է զոհվել։ Եվս 3 Չինաստանի քաղաքացի զոհվել է նոյեմբերի 26-ին Շամսիդին Շոհինի շրջանում ոսկու արդյունահանման ընկերության օբյեկտի վրա զինված հարձակման հետևանքով։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։